Մեր ճշնամի պետության ղեկավարը, ռեժիմի ղեկավարը ասում է, որ 6 միլիարդ դոլարի զենք ենք վերցրել։ Որտեղից իրանց այդ զենքը։ Դա Սերժ Սարգսյանի բերած զենքն է եղել։ Չհաշված նրա, որ աշխարհում Ռուսաստանից բացի Հայաստանն ու Բելարուսը ունեն Իսկանդար։ Այն ժամանակ Բելարուսն չէ։ Բելարուսն չէ, առաջի պետությունն է եղել, բայց ո՞նց է այդպես ստացվում, որ Հայաստանը կարողացել է դա անել, բայց դրանից հետո Հայաստանը մինչև հիմա 400 միլիոն դոլարի կոնտրակտը, որ դուք ասում եք 300 միլիոն դոլար եւ 100 միլիոն դոլար, մինչև հիմա մի զենք չեն բերել Ռուսաստանից, չեն տվել իրենց այդ զենքը։ Եվ ո՞նց է լինում, էլի հնարավոր չէ երկու տնտեսական միության հետ, ինչ որ կամ աշխարհակաղակական երկու նույնանման միության հետ գործընթացի մեջ մտնել, ոնց որ ՀՀԿ-ն է արել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության հետ գործընթացը սկսել, մեկով ՍԵՊԱ-ն է կնքել, մյուսով մտել է ԵԱՏՄ։ Այդ անհնար բանը, որ մենք այն ժամանակ արել ենք, բայց հիմա հնարավոր է։ Այսինքն հնարավոր է ՀՀԿ-ն դա արել է, Սերժ Սարգսյանը դա արել է։